Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ 5-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր Թևան Պողոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ձեզ շնորհակալություն հավերյամ։ Սիրով։ Պարոն Պողոսյան, գիտեք, Հայաստանի իշխանությունները բոլորիս փորձում են վստահեցնել, որ մենք արդեն խաղաղության մեջ ենք ապրում, ռազմական բյուջեն են կրճատում, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը եւ այսպես շարունակ, բայց օրինակ երեք Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հոխորտաց, հայտարարեց, որ Սևանալիճ գոյություն չունի, գոյություն ունի այսպես կոչված Գյոյչալիճ եւ այլն, իսկ Ալեն Սիմոնյանն էլ այս ամենին արձագանքելով հայտարարեց, որ Ալիևի հայտարարությունը ներքին լսարանին է ուղղված։ Ձեր գնահատմամբ ինչ հետևություններ պետք է անի հայ ժողովուրդը այս ամենից եւ պետության երկրորդ դեմքի, տվյալ դեպքում Ալեն Սիմոնյանի դեպքում, որքանով եք նման արձագանքը adekvat համարում։ Նայեք, առաջի դեմքը, երկրորդ դեմքը, որ փորձում եք ասել, երկուսն է ոչ լեգիտիմ իշխանության ներկայացուցիչներ են։ Ոչ լեգիտիմ իշխանության ներկայացուցիչների ասածների մեկնաբանությունը համարում եմ անիմաստ։ Իսկ իրենց բոլոր խոսքերը միտված են իշխանությունը պահելու համար։ Իրենց գործողությունները արդարացնելու, փորձել ինչ-որ բան անեն։ Ասենք հիմա ինչ շամ ներքին լսարանն է համար։ Իսկ հայ ազգը լսում է դրա մասին։ Ինչ շամ ներքին լսարանի գաղափարի մասին։ Բայց ժամանակ լավ նույն այդ երկրորդ դեմքի տեղակալը ինչ էր փորձում քարտեզների մասին, հետո իրի գունը բանալի ինքը չէր հասկացել, որ ներքին լսարանի համար էր ասում, պետք չէր մեջ ընկնել։ Հաստատորեն իրենց մոտ էլ կա այդ ներքին գաղափարը, հասկանալու, որ դա տենց չի։ Իսկ մնացած խոսքերի մեկնաբանությունը մի բան է, ոչ լեգիտիմ իշխանությունը փորձում է իշխանություն պահել։ Մյուս կողմից էլ ներքին լսարանը ինչի ունի նման խոսքերի կարիք, դա է պետք հասկանալ։ Այդ իրենց ասածներն են իրանք փորձում ներկայացնել, որտեղ դա փաստորեն դառնում է իրանք էլ ներքին լսարանի համար են խոսում։ Թե ասենք դա ում էր ուղղված։ Այդ ձևի արտահայտությունը կարելի էր ասել վախից դրդված, որ թշնամին չգա մի անգամ չծեծի։ Փաստորեն իրանք է արտաքին աշխարհի համար են ասում, որ եկեք մեզ մի ծեծեք։ Հա, թշնամիներից վախում են, բան։ Տեղից էլ մնացած ամբողջ սուտ համակարգն է կարգավորվում։ Նայեք, ցանկացած գործողություն, որ իրանք անում են, դրդված է վախից։ Վախ կորցնել իշխանությունը։ Իսկ եթե կա վախ, ինչ խաղաղության մասին է։ Դեռ խաղաղության բառի մեջ նաև մի բան կա, որ վախերը վերացած են։ Իրանք իրենց վարքագծով ապացուցում են, որ խաղաղություն չկա։ Համար ինչ ոնց հավատամ դրան։ Թե մի նախադասությունների կեսա վախից դրդված ասում։ Վախն է, չէ՞ որ օրինակ։ Կամ իրենց բացատրությունները, որ այդ թեման հիմա չենք արծացում, որ հանկարծ չվերադառնանք ինչ-որ այլ հին իրավիճակներին, վախն է հին իրավիճակից։ Հաղթանակից վախացեք։ Եթե մարդ ունի վախ, ինչ տարբերություն հաղթանակից ես վախ, թշնամուց ես վախ, վախի մեջ ապրողը խաղաղություն չի կարող բերել։ Մնացած այլ բան չկա, բայց պարզապես անիմաստ է իրենց ասածները մեկնաբանել, անդրադառնալ իրենց օրակարգին, սպասել, որտեղ ոչ լեգիտիմ իշխանության որևէ մի բանը պետք չի մեկնաբանել։ Իսկ մեր քաղաքացիները այս ամենից ինչ հետևություններ պետք է անեն։ Իրենց սեփական բաշխի վրա, գիտակցելով, ասենք ինչ է դառնում։ Եթե շատ մեծ հաճույք են ստանում Սևանին Գյոյչը ասում, թող գնան ընտրություններին Գյոյչայի համար քվեարկեն։ Ասենք ոնց ես էլ իրենց բացատրեմ։ Չեն էլ թաքցնում արդեն այս ամեն ինչը։ Դրա համար եմ ասում, երբ որ ասում են մեր ժողովրդին ինչ, մեր ժողովուրդը չի լսում, չի կարդում։ Ալիևի ասած եթե ներքինի մասին էր, ոնց էր հայկական տարածքում այդ տեղեկությունը սփռտվել։ Այլևս, մի կողմից գալիս ասում են հիբրիդային պատերազմ։ Հիբրիդային պատերազմի առաջի էլեմենտներից մեկը այն է, որ տեղեկատվությունը այլևս չունի սահմաններ։ Եվ ցանկացած բան, որ դու ասում ես, այլևս ներքինի համար չի։ Ներքինի համար կարող եք փակ դռների հետևում ասել։ Դե եթե այդ բանը բխեք փակ գախնի ինչ-որ քննարկումներ վարում։ Այդ է ներքինը։ Հիբրիդային պատերազմն իրենք մենակ Ռուսաստանի կողմից են հասկանում։ Կապ չունի, այս Եվրոպային ժամանակիչն է հետաքրքրում։ Այդ ինքն է այտենց մերինագնամ։ Հիբրիդային պատերազմի երևույթը նա է, որ ինքը տարածքը բաց է եւ այդ տեղեկությունը բոլորը լսում են։ Իսկ ասում որ Ադրբեջանը Թուրքիան հիբրիդային պատերազմ չեն տանում մեր վրա։ Իրանք էլ են դրանից վախենում։ Էլի մի հերթական վախ։ Գցում են ինչ-որ մեղք ուրիշի վրա, ում վրա կփորձեն հետո ասեն ասենց ինչ-որ բաներ։ Ամբողջ խնդիրը որ իրանք են հենց առաջի հիբրիդային պատերազմը մեր հանրության հանդեպ տանում։ Սուտ, սին տեղեկություններ տարածելով եւ մեկնաբանելով։ Պարոն Պողոսյան, մյուս կողմից Բաքվում շարունակվում է մեր պատանդների շինծու դատավարությունները, երեք Արցախի ղեկավարների մեղադրական մի հատ բան ասեմ, Բաքվում դատավարությունը շինծու
Այն շինցույա ինչն է, ինքը հայ ազգի հանդեպ է։ Այնտեղ գտնվող մարդիկ միայն մարմնավորումն են։ Այստեղ այլ հարց, որ մենք նաև գիտակցենք, որ դա բոլորիս են դատում։ Մեր ազգին են դատում։ Օրերս էլ հայտարարեցին, որ մենակ ես մարդիկ չեն, էլի մարդկանց են պահանջելու։ Դա էլ հերթական փաստումը դրանց մասին։ Բայց մեն ասած ձեր հարցը տակ ես բարձրապես ուզում եմ, որ ճիշտ է Սրոպեին անցալու է, որ դա հայ ազգի դատն է, ոչ թե միայն։ Հիմա հայ ազգը ոնց է իրեն զգում, երբ որ դատվում է Բաքվում, թող իրանք մտածեն այդ մարդկանց պատմական դերակատարության երևույթների մեջ, բացի լինելով հաղթանակած բանակի հրամանատար, բացի լինելով Արցախյան հանրապետության նախագահներ եւ արտգործնախարարներ եւ այլն, իրենք մարմնավորում են այսօր հայ ազգը այնտեղ։ Այդտեղ խնդիրը արդեն ուշտ է, հայ ազգը ընկալում է, որ իրենց են դատում։ Ցավոք սրտի կարող ենք փաստել, որ ոչ։ Եվ հենց այս համատեքստում առաջ 3 նրանց մեղադրական եզրակացությունները հնչեցվեցին, ենթադրվում է, որ այս մարդիկ ցմահ ազատազրկման կդատապարտվեն, հաշվի առնելով այն ծանր մեղադրանքները, որոնք նրանց են ներկայացված, տվյալ դեպքում մեզ բոլորիս, ինչպես արդեն նշեցինք, ըստ ձեզ որքանով կարող են իրական խաղաղություն հաստատվել, երբ Բաքվում առնվազն 23 հայ մարդ է դատվում, եւ հայտարարություններից զատ Հայաստանի իշխանությունը որևէ բան անում է այս մարդկանց ազատ արձակմանը նպաստելու համար։ Նայեք, որևէ մի բան, երբ որ ասում են մեկը անում է կամ չի անում, արդյունքով պետք է դատել։ Արդյունքը որտեղ են այդ մարդիկ։ Բաքվում։ Ուրեմն սա արածը ինչ է։ Այդպես կարամ ես էլ ամեն օր հեքիաթ մի հատ պատմեմ։ Արել եմ, մեյլ եմ գրել, ինչ-որ մեկի ականջին բան եմ սպասացել։ Կոչ եմ արել։ Բան եմ, այ ասենք բան է փոխում։ Եթե բան չի փոխում, ուրեմն սա արածը առ ոչինչ է, ոնց իրանք էին ժամանակին սիրում, ասել կամ զրո է։ Ուրեմն ոչ մի բան չես արել։ Դա էլ է դատելու մի բան, հա, որ այլևս արդյունքով գնահատեք։ Սա առաջի փուլը։ Երկրորդ, երբ որ ասում եք ցմակը դատապարտեն կամ ինչ-որ մի բան, Ադրբեջանի ունի նպատակ։ Ինչ եմ ասում, ինքը հայ ազգին է դատում։ Արդյունքը Ադրբեջանի ոչ թե 9 հոգու հանդեպ որևէ ոնց ֆիզիկական ինչ-որ մի բան անելն է, այ հայ ազգի աշկը տարերով վախացնել, որ որևէ մեկը չվերհիշի Արցախը, հայրենի հողը, հայրենիքը, կասեք կրկնել, կասեք վերականգնել պատմական արդարությունը, բայց իրենց համար դա հայ ազգի հանդեպ դատն է։ Այսօր այն րոպեին իրանք ինչ էլ որ անեն, վերջում հետո փորձելու են նորից օգուտ քաղեն իրանց տեսակետից եւ ցավոք սրտի այդ բառը այլ ձև չեմ կարող ասեմ, բայց որ մարդիկ ավելի վաճառեն այդ անձանց որևէ մի իրանց այլ շահի կատարման համար։ Կվաճառեն Ամերիկային, կվաճառեն Ռուսաստանին, բայց ինչ-որ մի հատ այլ մեկին Չինաստանին կամ Թուրքիային կամ չգիտեմ, ինչ-որ մի բան էլ ավել փոկելու համար։ Իրանց շահերը տանելու առաջ։ Այդ մարդկանց էլ վստահ եմ, որ իրանք այնտեղից պարզապես լավ առողջական վիճակով չեն մեզ հետ վերադարձնելու, էլ մի կեղտել անելու են իրանց վարկագծին համաձայն, սա կյանքը արել են, այդ մարդկանց կյանքին դե համար եմ միշտ ասել, մենք պետք է այլևս վերաբերվենք իրանց ոնց ազգային հերոսներ։ Իրանց անուններով փողոցներ կոչենք, դպրոցներ կոչենք, ցույց տանք Ադրբեջանին, որ դուք ձեր նպատակին չեք հասել։ Որ Ադրբեջանը հասկանա, որ իր արած գործողությունների արդյունքը իր ուզածին չի բերելու։ Այլ պարագայում ինքը անելու է դա, հասցնելու է միջև ինչ-որ մի բան, կարդալու է հայ ազգի դատավճիռը, հետո էլ մտածելու է ոնց այդ մարդկանցից ձերբազատվի, բայց կներեք այդ կոպիտ բառի համար, ցավոք սրտի չգիտեմ ոնց ավելի ճիշտ բացատրեմ, որ գիտակցվի ինչա տեղի ունենալու, իր այլ մյուս շահերը բավարարելու խնդիրները լուծելու համար գնալու է այդ ծառայողին։ Մեկնաբանի որպես բարի կամքի դրսևորում օրինակ։ Այդ արդեն երևի ինքը չի հասցնելու։ Եթե գործողները մնան, իրանք իրենց տեղը կմեկնաբանեն։ Վերջերս նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքը եւ առաջիկայում այդ երկրի տարածքով պետք է ղազախական ցորեն ժամանի Հայաստան։ Գիտեք, Հայաստանի իշխանությունը սա մեկնաբանում էր որպես հաստատված խաղաղության վկայություն, ավելի մեծ կախվածություն ընկնել Թշնամու ձեռքին։ Թշնամին ոչ մի գործողություն առանց հաշվարկի չի անում։ Սա մինչև Ալիևի երեկվա հայտարարություններ։ 22 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 23 թվականի սեպտեմբերի 19-ը ինչ էր տեղի ունենում։
այդ որոշել էր այնտեղ սաղ ճանապարհները փակի, որ ցորեն չմտնի, իսկ այսօր որոշել է, որ բացի, այնտեղ էլ էր մի քանի օր առաջ միջև բանը որոշել, որ լավ, մենք պատրաստ ենք կախվածության ձևավորման խնդիր։ Արցախցիները չգնացին կախվածության տակ ընկնելու, բայց արժանապատվությունը պահեցին։ Գործողները, քանի որ արժանապատվությունը այլևս կորցրել են եւ ոչ լեգիտիմ են, ինչի ասած անելու են հայ ազգին մեծագույն կախվածության մեջ գցելու թշնամու քմաճուկից։ Դա են անում ձեր երեխաներին, ձեր թորնիկներին, մեզ, բոլոր նրանց, ովքեր որ այդ ծորենից ստանալու են։ Էլ չասեմ, որ այդ սովետական միության 70 տարի ճանապարհների աշխատած ժամանակ մոռացել եք, որ օրինակ երկրաշարժից հետո ինչ էին հայկական բեռների հետ անում։ Թե ասենք չեք հիշում, ոնց էին ջարդ խորթանում եւ այլն։ Այդ մեծագույն սովետական միության 70 տարի խաղաղության իրար մեջ ճանապարհները բոլորը բաց կախվածության ժամանակ։ Նույն ճշնամին է, չի Մոռացել է մեր ժողովուրդը կարծես թե կամ փորձում են մոռացնել տալ։ Դե հիմա փորձում են, չեն փորձում։ Իսկ իրանց ոչ հիմա չի ներկայացնում։ Այդ ոչ մի բարի կամք է եւ հակառակը լավ հաշվարկված կախվածության մեջ գցելու հերթական քայլն է։ Հաստատված խաղաղության վկայություն սա չեք համարում։ Ես նույնիսկ ասացի, եթե վախով ես ապրում, ինչ խաղաղություն։ Ամենամեծ վախն էլ իրանցն է։ Ազգային տեսակը չի վախենում, չէ՞, ասում եմ, մենք ունենք խնդիրներ, իրավունքներ, պետքա բարձրացնենք։ Այդ մարդիկ որ ասում են, որ այդ վախը չկա, չէ՞ որ բարձրացնում։ Ով է դրանից վախենում բարձրացանի։ Նրանք են վախով ապրում, իսկ խաղաղությունը ոնց կարա վախի մեջ են։ Նաև Թուրքիայի մասով ասում են, որ առաջիկայում շոշափելի զարգացումներ կլինեն։ Ինչ եք կարծում 26 թվականի ընտրությունները մինչև Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք կարող ենք շոշափելի առաջընթացի ականատես լինենք, ինչն էլ կնպաստի Փաշինյանի վերընտրությանը։ Նայեք, Թուրքիան ամբողջ կյանքն է հազար անգամ ապացուցել, որ ինքը լավ հաշվարկում է իր բոլոր խաղերը եւ ներս չի որ բան անում։ Պետք է ելնում նույնիսկ հայ ազգի հետ պայմանագիր է ստորագրում հաջորդ օրը հարարձակում պատերազմի կամ չգիտեմ ինչ։ Զոր Թուրքիան ինչ անի անելու է հաշվարկներով իր նպատակներին հասնելու։ Եթե վաղը ամեն ինչ մոռացվի հայ ազգի կողմից դռները բացեն, Թուրքիան անելու է տնտեսական էքսպանսիան չի պետքա ձգձգի։ Իսկ Թուրքիան ինչ է իր երազանքը։ Հայոց պետականության վերացումը, հայ ազգի վերացումը։ Գալու ամեն ինչ անի, որ բան այդ սահմանները որ բացվեն, այստեղ Բաթումից Փեթեր ալնելու։ Այն նույնն էլ Ալիևին է անում, որովհետև միասին չէ կարգավորում։ Որտե պետքա ուժային են անում, որտե պետքա փափուկ բան են անում։ Ասենք իրենց հաշվարկներով հիմա դու ուզում ես հաշվի։ Լեոն Տեր-Պետրոսյանն էլ է բանակցել թուրքերի հետ։ Երկրորդ նախագահն է, երրորդ նախագահն էլ բերել հասել էին նույնիսկ պրոտոկոլների ստորագրման։ Բան փոխվեց։ Այն նույնն է ստեղալնելու։ Իրենց հաշվարկներով, եթե դու բացես այն հնարավորությունը, որ ինքը քեզ մի անգամից կուլ տա, անելու է։ Պարոն Պողոսյան, այստեղ հակադարձում են ձեզ ու բոլոր այն մարդկանց, ովքեր նշում են այս տնտեսական էքսպանսիայի ու բոլոր այս ամբողջ վտանգների մասին, նշում են, որ եթե դա իրենց շահերից է բխում, որ Հայաստանը կարող է էքսպանսիայի ենթարկել եւ այլն, 30 տարի շարունակ ինչու չեն արել, ինչու են փակ պահել այս սահմանը։ Որտեղ ունեցել ես այն գաղափարներն ու զսպանակները, որը չի ստացվում։ Հայաստանին չեն արել, որտեղ այդ զսպանակները եղել է։ Վրաստանը զսպանակը կորցրել է, Բաթումին ինչ են վերածել։ Որ նույնիսկ Բաթումի միջազգային օդանավակայանի կլասիֆիկացիայի մեջ ներքին թուրքական թռիչք է համարում։ Էլ չասած, որ սա բոլոր բաթումցիներն էլ ասում են թուրքական այրապորտ։ Ավտոբուսներով այնտեղից տանում են Թուրքիայի անկամից։ Ինչը որ ուզում են արածել են, էլ չասած մնացած բաները, ինչը Սիրիան ինչ է։ Թուրքիան չի ասում, հիմա Սիրիայի չէ տարածքային ամբողջականությունը, բայց 20 կիլոմետր խորությամբ ինչ է կատարում։ Դպրոցը թուրքական, լեզուն թուրքական, փողը թուրքական, լավ ասենք Սիրիայի նմանին է անում, ասենք քեզ ինչ ա եղել, քո հանդեպ ամաչելու է, թե մտածելու է պատմական հանցագործություն եմ քեզ արել, բայց արի ոչ ես կսովորեմ հայերեն, որ գամ քո այդ բիզնես վարեմ։ Իշխանությունն էլ ասում է լուրջ խնդիր չունենք Թուրքիայի հետ որպես այդպեսին։ Իրանք չունեն, որովհետև ինքը Հայաստանի մասին չի մտածում, իր իշխանության պահելու մասին է մտածում, այդ դրա համար իրանք չունեն։ Այդ մասում ազնիվ են, ազնիվ այսօրվա գործողները չունեն, որովհետև իրանց խնդիրը իշխանություն պահելն է, Թուրքիան իրանց օգնում է։
ասենք ինչ խնդիր պետք է։ Թուրքիան ինչ ասում է, մենք անում են։ Ասենք խնդիրը որ մեկն է։ Դες մի հատ հայտնի անեկդոտ իման բան կար, պատմեմ, հա, ինչ-որ սովետական ժամանակ Արցախում է դա իրականում եղել, կալխոզներից մեկը ճարտարն էր, իր նախագահն Ադամյանը, այդպես հայտնի դեմք էր աշխատանքի սոցիալիստական աշխատանքի, ասենք հերոս էր ստացել նույնիսկ բան անելով։ Այնց այդ կալխոզի պլանային աշխատանքները կատարելուց շուտ լավ չեն աշխատում, տենց հավաքում է բոլորին բան անելով, ասում է, որ տենց լինի ոչ մեկի աշխատավարձը չենք տալու, գնացեք տենամ ձեր կանանց ոնց եք պատասխան տալու։ Հենց դե մեկը կա, որ իր կանանցից չի վախենում։ Այդ յուղի ամեն այդպես ասած ճակերտներում են վախտը համարվող կրնկի տակ գտնվող ինչ որ մեկը ձեռ բարձում ասում ես չեմ վախենում։ Ամբողջ բանը սկսում են ծիծաղալ, թե դու քո մասին ես չասում։ Ասում եմ Ժորժ ջան, ինչից վախենամ, ինչ ասում եմ, անում եմ։ Այմ այս իշխանությունը դրա վիճակի մեջ է։ Ամբողջովին սպասարկում են ճշնամիների շահերը։ Ինչից վախենան։ Դրա համար չեն վախենում։ Ինչ ասում են, անում են։ Ասենք դրա համար այդ պարագայում իրանց մոտ այդ վախի գաղափարը չկա, բայց շատ բաներից վախենում են։ Չէ, դրա համար խաղաղություն չի գա։ Վախենում են բառարտահայտեն, վախենում են կարծիք ասեն, վախենում են սևանալու համար ներողություն են խնդրում։ Դե մնացած այլ բան, վախենում են ասեն, որ մեր տարածքները օկուպացված են։ Մեր ռազմագերիները պետք է ազատ արձակվեն։ Մեր ցանկացած մարդ այս աշխարհվնասեն։ Նայեք, աշխարհի որևէ մեկի որ մարդ ծնվում է, ինչ որ իրավունքներ անեն։ Աստվածային է, բնության կողմից է, մարդու իրավունքների դաշտից է։ Այդտենց իրավունքներ ունեն նաև մեր հայերը, որոնք ժամանակին բնակվել են եւ դարերով ապրել են Արցախ։ Այդ մարդկանց բնական իրավունքն է, բնական իրավունքի մասին ոնց կարելի է վախենալ խոսալ։ Որ մի իրավունքից վախենած խոսես, ուրիշի մասին էլ չես խոսել։ Դրա համար այսօրվա մեր մոտի այս ռեպրեսիոն իրավիճակն է, ամբողջովին հեռացում ժողովրդավարության որևէ արժեքային համակարգից է։ Մեկը մյուսի հետևանքն է, եւ եթե մենք չենք գնահատել, որ այսօրվա որևէ մի գործողություն բերելու է վաղը համապատասխան հետևանքի եւ հետևանքի հանդեպ եմ ես պատասխանատվություն կրում, ինչ եմ ես փոխանցելու։ Ինչ ասում, ուրեմն Մոնթեի ասածը այսօրվա դրությամբ իրականություն դարձնելով գնում է եւ այդտեղ արդեն ուրիշի մեղադրելու խնդիր չի լինելու։ Այստեղ էլ գալիս է մի խնդիր, որը ասում եմ գործող իշխանությունների միակ ճիշտ արտահայտությունը դա նա ժողովուրդը ցանկանա մի օր էլ չենք մնակամ կես ժամ հետո մեզ փոխած կլինի։ Դե հիմա չգիտեմ, դեռ մեր ժողովուրդը չի ցանկանում փաստացի։ Դե այո, վախն է, ցանկությունն է, չգիտեմ ինչն է, բայց օր կա որ այդ ժողովուրդը արդեն չի կարալու խուսափի իր այդ ցանկության խուսափելի է լինելու ժողովրդի։ Ընտրության այդ բանը, որը ընտրված է, եթե այդ օրն էլ վախենալու ու խուսափելու է, այդ վաղը ասենք ում պետք է մեղադրեն բան։ Նայեք, հետաքրիր ասացված կա, չէ, ամեն ժողովուրդ արժանի է թակավորի։ Ժողովուրդը իրեն արժանի։ Ժողովուրդն է բերում, այ որ ասում են էլիտաները բերում։ Այդ էլիտաներին ժողովուրդն է ցանել։ Ի վերջո, երբ որ բոլորը ասում են ժողովրդին չի կարելի մեղադրելու խնդիրը չի։ Ումից է եկել այդ արդյունքը։ Եթե այդ էլիտան, ուրեմն ժողովուրդը այդ էլիտան է կարած է ձևավորի։ Իմ հյուրերից մեկը մի առիթով ասաց, քանի դեռ հայ ժողովուրդը Փաշինյանին հանդուրժում է, ուրեմն մեր էլիտան Նիկոլ Փաշինյանն է եւ իր իշխանությունը։ Այդտեղ էլ թող ամեն մարդ ինքը իր համար գնահատի, ինքը ինչ է ուզում իր երեխային փոխանցի։ Որովհետեւ այդ օրվա իր որոշումը ոչ միայն իր անձնական կյանքի այն 18 տարեկանը միգուցե կասի, հələ ես պետք է ապրեմ։ Բայց դրա հետ միասին մարդ կա, որ 20 տարեկան է, մարդ կա 30, մարդ կա 40, 45, 50, 60 եւ կյանքում դու ամեն անգամ ինչ-որ մի բան ունես, թե ում մասին քո մտահոգությունները ավելին պետք է լինեն։ Հուսամ, որ մեր թորնիկներին, երեխաներին, կորնիկներին մենք ավելի կգիտակցենք, որ պետք չի փոխանցել դառնան մեր շնամիների Թուրքիայի Ադրբեջանի սպասարկող աշխատուժ։
Պարոն Պողոսյան, անդրադառնանք նաև ներհայաստանյան զարգացումներին։ Գիտեք, եկեղեցու դեմ արշավը նոր փուլ է թևակողել, Հովանավանքում կարգալույծ արված քահանան ինքնակոչ ծիսակաթարություններ է անցկացնում, որին հիմնականում իշխանականներն են մասնակցում տարբեր ուժայինների ուղեկցությամբ։ Ձեր գնահատմամբ ինչ խնդիր է սրանով լուծում քաղաքական իշխանությունը եւ ամենակարևորը, ինչպես պետք է ժողովուրդը հակազդի այս ամենին։ Միշտ նույն եւ մեկ խնդիրն է լուծում իշխանություն փայլը։ Բայց բաներ կա, գործողություններ կա, որ ասենք ինչ ուզում ես արա, Աստծո դատաստանից չես փախ։ Եվ Աստծո դատաստանը գալու է։ Այդ նույն կարգալույցը ավելի լավ է ուսումնասիրել, քան թե ես կամ դուք, դեպա։ Ինքը շատ լավ հասկանում չեն, բայց պատրաստ է եղել դրա մեջ դե դրանց արժեքային համակարգն է։ Ովքեր որ պատրաստ են այսօր այնտեղ լինեն, դա էլ իրենց արժեքային համակարգի գնահատականն է։ Թե ցանկանում է որ Աստված ավելի ուժեղ պատժի հայ ազգին, խնդրեմ, գնացեք ձեր այդ թատրոնները խաղացեք, ինչ էլ անեք Աստծո աչքի տակ եք, այդտեղ ավելի բան չունեմ ասում, բայց եկեղեցու գործերին որ ասում են, այդ հավատքի եւ այն, դու ես եւ Աստված իր պատիժները չի ուշացնում, ոչ է դատելու, ինձ դատելու է իմ արածների համար, ձեր արածի, իրանց արածի համար, դե ավելի բան չունեմ ասում։ Ինչպես պետք է սպասել Աստծո պատժին եւ թույլ տալ որ շարունակվի այդ ամեն ինչը կատարվում է Հովանավանքում։ Թե Աստծո պատժին շատ ժամանակ դու երկար ես սպասում կամ իր բանին։ Բայց սովորության բոլոր օրենքները խախտված են, ինչ տարբերություն քաղաքացիական թե հոգևոր։ Ոչ լեգիտիմ իշխանություն ունենք, հիմա նաեւ կա ոչ լեգիտիմ մաս եկեղեցու մեր բանը։ Ոնց թե իրեն եկեղեցականներն ասում են, կյանքում մի անգամ չի sense բան եղել եւ տեսել ենք ով է ի վերջո ոնց արդյունք հաղթել հավատքը եւ ճիշտ եկեղեցի։ Նաեւ կարծիքներ կան, որ զուգահեռ եկեղեցի է փորձում ստեղծել իշխանություն, այսպես բոլոր ժամանակների մերժված բոլոր բաների մեջ դա իշխան։ Մա ասենք ինչ էժան փորձում եմ ստեղծել։ Այդ նշանակում է ես պետք է հավերժ մնամ, չէ՞ իշխանություն։ Ուրեմն իշխանության պայելու համար անում։ Նայ պատասխանը միշտ նույն տեղում է։ Եթե դու նպատակը դնում ես կամ հասկանում ես, որ այս վերջի նպատակը սա է, որ այդ իշխանությունը պայել, գործողությունների բոլոր այդ երևույթները իրան սպասարկող խնդիր են դառնում։ Իսկ եկեղեցին ինչով այդ նպատակին խանգարում, պարոն Պողոսյան։ Ոնց եկեղեցին քո ինքնության մի մասն է։ Եկեղեցին իր իշխանության պահպանմանը։ Բոլոր հայ ազգի մեր ինքնությունը ով է բան։ Դե ինքնության մասին, որ հայերի մասին խոսեն, հայի ճակատագրի մասին խոսեն, բա դա իրան չի վնասում։ Սասանում է, չէ՞։ Մարդիկ սկսում են աչքերը բացել, իրականությունը լսել, հասկանալ, տեսնել։ Իրանք են հիբրիդային պատերազմ տանում։ Հայ ժողովրդի դեմ։ Դա էլ դրա մի մասն է։ Քո ինքնության բոլոր խնդիրներով, եթե sense նայես, այ շուտ կան sense սյուներ, որոնց վրա դա հիմնված են։ Արցախյան հարցն է եղել, պատմական հայրենիքն է եղել, հայոց լեզուն է եղել, բանակն է, կրթությունն է, ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը, որը այդ քո պատմական անարդարության դրի հավատք։ Որ նայեք բոլոր խնդիրներին ոնց են անդրադարձում։ Հարվածներով գնում են։ Որ մեկը ստացվում է հարվածում վերացնում, հասնում են հաջորդին։ Կամ երբ համարում են, որ չէ հիմա ստեղ պետք է հարվածել։ Այդ ճգնաժամ բաժանում անելը դա է իրանց կառավարում։ Բաժանի որ տիրես, հեշտ կառավարելի դարձնես։ Դե ասենք դա էլ իշխան, ինչի համար, ինչի process-ը կառավարման ինչն է։ Իշխանություն պահել։ Չէ՞ դրան է տանում։ Հաստատի։ Նպատակը դա է։ Դրա համար նայում եմ, որտեղ կա այդ դժվարությունները բաժան։ Կարողացել է գործող իշխանության թևերի վրա բաժանելով տիրել բոլոր բան։ Հիմա մնացել է այդ մեկը կանի։ Արա լեռան վրա դեռ արկել չկա դրած, դուք որ աշխատանք եք գալիս տեսնում եք։ Ձեր մոտից ասում եմ, չզարմանաք, որ մի օր ձեզ ասում դա չի գալի նայել։ Դա էլ տարբեր կերպ էսպես նորակառուցները այնպես են փորձում կառուցել, որ հնարավորինս փակել այդ տեսարանը։ Դա չգիտեմ, դա արդեն իրանց նպատակային են անում, նպատակային չեն անում, բայց դա ամբողջ գաղափարների մեջ է։ Այսօր Մաշտոցի նկարը ինչ էր խանգարում դասագրքին։ Չէ՞ որ դասագիրքը երբ որ ձևավորում են, ունենում է երկար ժամանակ հոգեբանական, հոգեբանների եւ այլ բաների աշխատանքի դասագիրքը ինչպեսին է։ Դες մի հատ հարց օրինակ բերեմ։
լեզվի վրա չբերեմ, այլ բան։ Ընտանիք, ասածը սովետական ժամանակ, երբ որ բացատրում էին դասագրքերում, հայրն էր, մայրն էր, 2 երեխա։ Ժամանակի ընթացքում սովետական ընտանիքի մոդելը դառան 4 հոգի։ Մեր հայկական ընտանիքի մոդելը ժամանակին ամենավառ, ջարդված, ցեղասպանություն տեսած եւ այլ բաներում միշտ եղել է 7-8 երեխա կամ ասվածը 7 զավակով սեղան նստելը։ Եվ պատկերը փոխեցին, մարդկանց վարքագիծը փոխվեց։ Հիմա ընդհանրապես մի երեխա են նկարում։ Ուզում եք որ ինչ են։ Այսպես օրինակ, mēs որ մաշտոց չենք տեսնում, այս դուք ասեն լեզուն ինչ կարևոր է։ Կարող ենք նաև չունենալ լեզու։ Դե Լատինատար գրել օրինակ։ Կարող ասենք ավելի լավ հարևանների լեզուները սովորենք թշնամիների, քան թե Խաղաղությանը չխոչընդոտենք օրինակ այդ պատրվակով։ անվանումներն էլ փոխենք դնենք այնտեղ, որ իրանցով լինի ու տենց անդրած խաղապ իրանց չագերներում խաղաղության են։ Բայց այդ քանի որ ամեն ինչ անում են վախից դրթված, դե խաղաղության մոտիկ էլ չի կարա։ Խաղաղությունը միայն հաստատում են ժամանակ, ինչ են ասում, արժանապատիվ խաղաղություն։ Երբ որ դա կա արժանապատվություն, երբ որ դու իսկապես այդ վախերի մեջ չես ապրում։ Ուժերի որոշակի հավասարակշռություն։ Բարի բովանդակության մեջ իրականում բան փնտրեք։ Ադրբեջանը որ ասում ենք խաղաղություն է, ասում ենք սուտ չի ասում։ Բայց իր նկարագրած խաղաղությունը։ Ինչպիսին է օրինակ Արցախում է։ Հա, հայեր չկան։ Սևյանի անունն է Գյոչայա։ Երևանը Երևան են ասում։ Ինքը ինձ այդ խաղաղության մասին է խոսում։ Որ տանկով չեմ գա, մեքենայով կգամ, ասենք ինչ ես գախ։ Բայց դրա հետ միասին այդ մարդը մեր 2 ամիս առաջ ասում էր միջանց պետքա տակ մեր մարդիկ պետքա որևէ հայ չտեսնեն։ Այն ինչից ինքը վախենում էր, որ դրա դեմ պայքարեց, եկավ հասավ իր ուզածներին։ Փաստացի։ Մենք ինչին հասանք։ Հայրենիքի մի մասը տվեցինք 99 տարով որևէ ուրիշին։ Ում որ պետքա դատում ենք, թե սուվերենության դեմ խոսացել է, բայց ինքներս ասում ենք, չէ, մեր բան ապագան Եվրոմիության մեջ է, որ նշանակում է սուվերեն մի մասը տալիս ես։ Ինքներս մեզ հակասում ենք ամեն ինչ։ Խոսենք, որ Եվրոպայում մեզ պատրաստ չեն ընդունել։ Այդ ուրիշ խնդիրն է, դու ասում ես, ինչ ուզում ես արա, բոլոր երկրները իրենց շահերով են առաջնորդում։ Իրենց շահերում կլինի, կգան վզից կբռնեն կտանեն, թույլ ելնես։ Իրենց շահերից չլինի, ամենահզոր ուժերն էլ հլնես, դիմադրելու են։ Թուրքիաները դրա լավագույն մի օրինակ էլ է, 47-57 տարի արդեն անդամակցության բանադարը։ Որ վարքյանին ասենք բանալներ, չէ, բայց Եվրոմիությունը նայում այդ շահերին չի բռնում, ասում է, ոչ, պատրաստ չես։ Ամեն անգամ մի հատ բան կհորինեն։ Բայց որ պետք է եղել անպատրաստի Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Բուլղարիա, Հունգարիան է բացրել Մի քանի տարում։ Ինչ որ պետք է լինի։ Որ վարքյանին իրենց պետք է եղել տնտեսական բաները մոռացել էին, որ չափանիշների վրա։ Վրացական ու մոլդովական գինին գնացել է։ Հիմա հայկական գինին գնա փորձի մտնես եվրոպական շուկան։ Ինչ են անում։ Այն էլ քանակել չի էլի ներկայացնելու, որ ասած դրանից մտավախության խնդիրներ բաց։ Դա ունեք բարձ օրինակներ են բերում, տնտեսական լինի կամ քաղաքական։ Մայ երբ որ դուք ասում եք մեր ժողովուրդը բնվում, այդ օրինակներով իրանք ապրում են։ Իրանք իրենց այդ հարցերը տոտան։ Որտեւ ամենալավագույն դատողը եւ ամենալավագույն ընկալումը, երբ որ մարդ ինքը իր այդ ազնիվ փորձում է գտնել պատասխաններ։ Այդ ժամանակ իրավարկագիծն էլ է փոխվում։ Մի հետևեք ուրիշների ասածին, ձեր սեփական օրինակի վրա չափեք, հասկացեք եւ մի հատ մտածեք, իսկ ինչ եմ, եթե ես ընտանիք եմ ձևավորել, սիրո վրա չէ հույսով եմ հիմնված եղել։ Երեխայում սիրո վրա, այդ ձեր սերը երեխային ինչն եք փոխանցել։ 5 տարի էլ միգուցե դուք սենց ասած չակերտներում ձեր ընկալած խաղով ապրեք 5 տարի հետո այդ երեխան ոնց ապրել։ Որտեղ է ապրելու։ Իսկ եթե 5 տարի չի 10 տարի հետո, բալավ 20 տարի հետո, թե երեխայի սիրել եմ մենակ այդ միջև մի տարեկանը, կամ 7 տարեկան, ես դպրոցա գնացել չեմ սիրում, վերջել ինձ պետք չի, ինչ ուզում է իր այդ թողնի, հա։ Ամեն անգամ չեք հարցնում, ես ինչ ենք անում ես։ Իմ արածնա, որտեղ ընտրությունները անհատական դաշտում է։ Ամեն օրվա գործողության պատասխանը ձեր անհատական դաշտում է։
Պարոն Պողոսյան, մյուս կողմից վեհափառի շուրջ օղակն է սեղմվում, երեկ նրա եղբայրը կալանավորվեց, շաբաթներ առաջ էլ Արագածոտնի թեմի առաջնորդը, ով կաթողիկոսի քրոջ որդին է։ Ըստ ձեզ արդյոք այս ամենով հիմք են նախապատրաստում նաև վեհափառին ձերբակալելու համար եւ անհրաժեշտության դեպքում կանեն սա։ Իրանք ամեն ինչ կանեն, ամեն գծեր արդեն ասած։ Իսկ ռեպրեսիաների շարունակությունը ռեպրեսիաների շարունակություն է։ Ոնց ասեմ, բայց բոլորը պատասխան են տալու։ Աստծո դատաստանին են արժանանալու էլի այս դեպքում էլ։ Իսկ բոլոր, էլ չգիտեմ, ինչ մասնագետների են խոսացնելով, որ մեռան ասելով, կաթողիկոսը որտեղ է լինի, կաթողիկոս է մնալու։ Դուք չեք կարալու կանանեք։ Նա ասենք խոր վիրաբել, երեք տենց էր կարծում, խոր վիրաբել տանեք, բանտարկեք, էլի կաթողիկոս է մնալու։ Ինչն է լավ պատմությունն է ցույց տվել մեր համար։ Ասենք վատագույն դեպքում կարող է Հայաստանից հեռանալ ու միևնույն է կմնա կաթողիկոս։ Միևնույն է մնալու։ Նույնիսկ եթե ֆիզիկական վերացման որոշման գնանք, որը չեմ զարմանա, որովհետև երբ որ ոչ լեգիտիմ սահման է կորցնում, սահմանները կորում են, միևնույն է մնալու է կաթողիկոս չէ։ Այդ կարգավիճակով։ Հիմա ասենք նպատակը եթե նայես, սա նորից եմ ասում, լրորի բարի նպատակը կապ չունի, որովհետև ասում է ժողովրդավարություն ունի արժեքներ։ Ամեղության կանխավարկել դրա մեջ։ Ասում ես կանոնակարգ են խախտել։ Ճիշտ է, դատարանը չի ապացուցել, բան չի արել, բայց ես ինչ-որ կանոնակարգի գրած օրենք, այդ նույն կանոնակարգով գրած է, եթե կարգալուց են անում, այդ մարդը իրավունք ունի խորան բարձրանը։ Բայց ո՞նց է դու այդ օրենքի հանդեպ մեկին համեմատում ես։ Եկեք շատ հետաքրքիր մանիպուլյացիա անում, ասում է, դե այս կարա խախտի, քանի որ մեկն էլ է խախտել։ Տենց չի։ Եթե տենց է, ուրեմն օրենքը, եթե մեկը տենում խախտում է, ես էլ եմ գնում խախտելու։ Ասում եմ խախտածը նրան չի կարող կարգալուց անել։ Այդտեղ եմ ասում։ Բայց օրենքը, երբ որ ասում է կարգալուց անել, այդ խախտածը չի արել։ Այն ժողովն է արել, որը չի խախտել։ Եվ օրենքը։ Բայց երբ որ դու խոսում ես հավատի մասին, դու բարոյական դաշտի մեջ ես։ Եթե այդ օրենքը բարոյական դաշտի մեջ է, ուրեմն մյուս մասը պետք է նույն ձևի աշխատի։ Չնայած ինչ է զանում, ամեն օր որ լսես, ում որ պետք է ալնում, ինչ-որ օրենքը իր վրա աշխատում է, կանան բռնեն, գետնին փռեն, չգիտեմ, նույնը անում է իրանց կողմնակիցը, որևէ ազանք չկա, կամ պարզվում է վիդեոները չեն տեսել, կամ պարզվում է, որ այդ վիդեոները նույնիսկ եթե հենց հիմա հանում իրանց ցույց ես տալիս, իրանք ասում են, էսի դեռ ուսումնասիրության խնդիր կա, վերջում էլ մի հատ հիշեք, քանի անգամ է ամեղության կանխավարկած բառակապակցությունը իրանց շուրթերից կամ ազգային ժողովի ամբիոնից կամ բանը եւ ում հանդեպ։ Դրա մասին հիշում են միայն երբ որ իրանց թիմակիցներին են ասում։ Ուրիշների մասին ամերության կանխավարկած երբևէ չի։ Եթե օրենքը ընտրովի աշխատում է, ինչ ժողովրդավարություն, ինչ օրինականություն, ինչ լեգիտիմություն։ Այդ համար ասում եմ, ոչ լեգիտիմ իշխանության հանդեպ ինչ եք ցանկանում անել։ Եվ հենց եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումների համատեքստում ինչ կարևորություն ունի Էջմիածնի ընտրություններում հաղթանակը կամ պարտությունը, գիտեք, իշխանությունը եւ նրան կից ուժերից մեկը արդեն հայտարարում են, որ Գյումրի 2 չեն թույլ տալու, այս առումով ինչ կարևորություն ունի Էջմիածնի արդյունքը։ Ցանկացած ընտրություն, ցանկացած համայնքի համար ունի մեծագույն կամ լինի Էջմիածին կամ լինի միտեղ։ Այդ համայնքը պետք է իր խոսքը ասի։ Նաև հենց այս եկեղեցու շուրջ կատարվողին։ Դե հիմա տենց է ստացվել, որ Էջմիածնում է մեր մայր տաճարը գտնվում։ Ինչը նշանակում է, որ քաղաքի իշխանությունները ունեն պարտականություն որևէ մի ինչ-որ ինստիտուտ անեն, որը իր տարածքում է։ Հիմա ասենք, եթե տենց լինի ու օրինակ, չգիտեմ, մի այլ քաղաքում լինի եկեղեցին ու պարտադիր չի մայր տաճարը լինի, այդ քաղաքը կարևոր չի։ Գյումրին կարևոր չէր, 7 վերքի եկեղեցին կարևոր չէր։ Բրան ասեմ, եթե փորձեմ այդ իմաստով նայեմ, ապա ինքս կխախտեմ թեմը։ Գանձասարը կարևոր չէր, դա դիվանքը, Սուրբ Ղազանչեցուցը Շուշի։ Այդ դնում եմ, պարզապես դա այդ համայնքն է, որտեղ իր խոսքերը պետք է ասեն եւ փորձեն ինչ-որ միտեղից այնպես որ այո
շատ ուրախ կլինեմ, որ մի հատ Էջմիածինները կարողանան իրենց խոսքը ասել եւ իրենց ճիշտ ընտրությունը անեն։ Իսկ իշխանության հաղթանակի դեպքում այս հակաեկեղեցական արշավը ավելի նոր թափ կստանա, եթե ճանապարհները փակեն եկեղեցի մարդ չթողեն մուտք գա, որ հերթական մի շուրջ մի բան չզարմանա կարող լինի։ Չնայած հիմա էլ կարան անեն։ կաշկանդված չեն ոչնչով։ Ոչնչով։ Այնպես որ այս րոպեի դրությամբ իրանց պետքա ոնց կետ, որտեղ վերջի փոքր գյուղը չի մեր հանրության եւ նրա ազդեցությունը ունենալու ապագա սպասող ընտրությունների վրա ձայն ասող, ձայն ունեցող համայնքա, որին ուզում են դինանան։ Եվ պարոն Պողոսյան, չնայած Փաշինյանն ու իր թիմակիցները հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները հերթական են լինելու, բայց կարծիքներ կան, որ արտահերթի են պատրաստվում, օրինակ արդեն նախընտրական շտաբ են ձևավորել, թեկնածուների գրանցումն են սկսել եւ այլն, դատելով այս պահին արկա իրավիճակից, ինչ եք կարծում, իշխանության օրակարգում արտահերթի գնալու հարց կա եւ եթե դա լինի, դա ինչ կտա իրեն։ Միշտ քաղաքական ֆորա այն իմաստով, որ ինքը ավելի հեշտ է պատրաստված անելու, քան թե մյուսները։ Հանկարծակի բերի ընդդիմադիրներին։ Փորձ, հա, իսկ ինչ է։ Ճգնաժամ ձևավորի անի։ Այլ չասեմ, որ թույլ տա այս միջև որ կարողանում է ավելի շատ խոսալ վախի մթնոլորտը տարածելու մասին, այլ մնացած պահանջները կատարի թշնամիների, որ իշխանությունը պահպանվի։ Ովքեր են դասատուները։ Երկու հարևան ունենք, որտեղ տեղին անտեղին միշտ արտահերթ ընտրություններ են։ Օրինակ ասենք, Ալիևը իր չափանիշների մեջ համ փորձենք մտնենք Ալիևի կուրս։ Հաղթանակած 20 թվականի պատերազմում կապիտուլյացիայի ենթարկած հայկական կողմից ստորագրած ինչին գնաց։ Երկու անգամ արտահերթի, թե ազգային ժողով, թե նախագահի։ Ինձ կասեք Էրդողանը մի անգամ հերթականով ընտրվել է։ Վերջինը հերթական է եղել 23 թվականինը, բայց ամենը մի ամսվա տարբերությամբ, բայց արտահերթի բաներ։ Այդ իմաստով էր հերթական չէր։ Թուրքիայի պատմության ընթացքում գրեթե միշտ ընտրությունները ավելի շատ արտահերթ են եղել, քան դասերը հերթական։ քաղում ես դրանցից է սովորում, չեմ զարմանա որևէ մի բանից։ Բայց ինձ թվում է պարզապես իրենք սցենարային պլանավորման իմաստով ամեն ինչին գնում են Արբա, պետք է լինի նոյեմբեր, ցուրտ, դեկտեմբեր, ցուրտ, ինչ-որ sense մի բան կանան փորձեն անեն։ Նոր տարուց 1-2 օր առաջ որ մարդիկ քիչ մասնակցեն օրինակ։ Շատերը ասում են, դե հազարավոր տես մի բաներին։ Ասենք, շատերը ասում են, դե արտահերթի ոնց է գնալու հրաժարականների, մի ուրիշ քաղաքական ճգնաժամի խնդիր կբաց։ Չեմ զարմանում։ Այսօր գործող իշխանությունը երբևէ հրաժարական չի տվել եկած Եվրոպայից։ Միշտ եղել է թատրոն, բեմադրության մեծագույն աստիճան։ Եվ միջև նախորդ չի պայմանավորվել։ Եվ դա 18 թվականի դեկտեմբերին է եղել, ճնշումով, շանտաժով, ինչ-որ ազգային ժողովի շրջափակմամբ, բոլոր բաներով, բայց տանելու։ Իսկ այդ ժամանակ արդեն դերասանություն է այդ հրաժարականը։ Դա ընդամենը լեգալ տեխնիկան է գործընթաց։ Նույնն էլ 21 թվականին է։ Մինչև երկու կողմի չպայմանավորվեց, ինքը տենց գործողություն չի արել։ Իսկ պայմանավորից հետո է դա հրաժարական չի։ Հրաժարականը էլի բովանդակություն ունի ու հետևանք։ Երբ որ ասում ես ես հրաժարական եմ տալիս, այդ թուղթը որ ստորագրում ես, դու գնում ես։ Պաշտոնակատար չես մնում։ Ոչ միայն պաշտոնակատար, նույնիսկ չես է փորձում մասնակցես։ Այդ է հրաժարականը։ Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է հրաժարական, այդ է իրական հրաժարականն է։ Սերժ Սարգսյանը 18-ին ոնց անհատ հեռացե գնացել է։ Ստեղ չի եղել։ Այսօր այդ մանիպուլյացիան էլ մի խաղ։ Որտեվ եթե դու ամեն ինչ պայմաններում դասավորում ես, այդ թատրոնը սցենարը գծում ես, դա էլ հրաժարական չի։ Պարոն Պողոսյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքագետ 5-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր Թևան Պողոսյանի հետ։ Կհանդիպենք։